2023-ին սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված Գյումրու տեքստիլագործների փողոցը Մհեր Մկրտչյան եւ Ներսես Շնորհալի փողոցներին կապող հատվածում ահա այսպիսի խոշոր կարկատան ունի եւ արդեն իսկ սկսել է նստել ու քայքայվել։ Հին ավանդույթներից մեկն է, էլի։ Մեկ օրը անպայման 2-3 անգամ են։ Մինչև վերջին արդյունքին հասնես։ Սկզբից փոխանակենք թե ջրագիծը քաշեն, ասֆալտը կենեն, հետո կփորեն նորից բանկենեն, ասֆալտ ենգեն, հետո դիք նստված կուտա մի հատ կենեն։ Հիմնանորոգումից հետո փողոցը քանդել են ու մալուխ անցկացրել, հետո կարկատան արել։ Տեղում խնդիրն արձանագրում է թաղամասում աշխատող տեսչական խումբը։ Ասենք կոյուղի է, ջրագիծ է, իրենք այդ ամենը անում են, նոր փողոցը ասֆալտապատվում է։ Այս պարագայում էլ նույնն է եղել։ Սա մասնավորի արած է, իմ տեղեկություններով մասնավորի արած է, ես չգիտեմ թույլտվություն ունեցել է թե ոչ։ Մենք ուղղակի տեսել ենք այս վիճակը ու մենք փողոցը չենք ընդունել ու այս մի տարվա ընթացքում նաև ուրիշ թերություններ են իայդեգե, ընթացիկ դե վերջը փողոցը շահագործվում է, որոշ տեղեր նստվածք ունեն եզրաքարերը, թեկահարտակները։ Եթե կարկատանի վրա նորից ասֆալտ անեն, խնդիրը չի լուծվի։ Հիմնավոր լուծում է պետք, փողոցը պետք է բերվի նախագծային վիճակի, որ ավարտական ակտը ստորագրենք, ասում է Ղազարյանը։ Շինարարը երաշխիքային սպասարկում ունի փողոցների, ինքը պետք է սա վերացնի, թե հիմի այդ գումարը որտեղից կհայտարարի, սա իրականացնողը կանի, կֆինանսավորի, մեզ դա ընդհանրապես չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է, որ ինչ որ նախատեսված է, նախագծով այդպես լինի, մենք փողոցը ընդունենք։ Գումարը չի փոխանցվում, քանի փողոցները այս պարագայում ինքը սուբվենցիոն ծրագիր է, պետության հատվածը չի փոխանցվել։ Սա էր Երևան-Գյումրի-Հայաստան սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գյումրի-Քեթի հատվածն է։ Ճանապարհի հիմնանորոգման համար կառավարությունը նախատեսել է 696 միլիոն 801 հազար դրամ։ 2025-ի առաջին կիսամյակում կիրականացվի 34 միլիոն 840 հազար դրամի աշխատանք։ Տեսչական մարմինն այստեղ հետևում է իրականացվող հողային աշխատանքներին։ Կառույցը պետական եւ սուբվենցիոն տարբեր ծրագրերի ամենշաբաթյա վերահսկողություն է իրականացնում։ 18 արձանագրություն Եվս 5-ը կազմվելու են, փաստաթղթերն ենք հավաքում, որ դե այնտեղ կացապայի տնօրեն եւ այլ արձանագրությունները կազմվել, տրվել է ցուցումներ, խախտումները վերացնելու, բարեբախտաբար այնպիսի խախտումներ չեն եղել, որը ազդի շինարարությունների ամրության, կոնստրուկտիվ խախտումներ չեն եղել։ Քեթիի կրթահամալիրը կառուցվում է 300 դպրոց, 500 մանկապարտեզ պետական ծրագրի շրջանակներում, ընթացիկ աշխատանքներից գոհ են։ Մոնոլիթ կառույց է, այսինքն ինքը ոնց ասեմ, բետոնե կաղապար է։ Ոնց որ մեր անի թաղամասի բազմաթիվ շենքեր, բետոնե կաղապար է։ Այստեղ արդեն ընթացիկ վերահսկողությունը, ընթացիկ բանը, որ ամրանները նորմալ դրած լինեն, նախագծերով ինքը շատ ամուր կառույց է։ Քաղաքաշինությամբ տեսչական մարմինը վերահսկողությունից բացի ունի նաև պատժիչ լծակներ, բայց դրանք թույլ են, ասում է Ղազարյանը։ Եթե տեսչական մարմինը վարույթը հարուցում ու թերությունները չեն վերացվում, կառույցը կարող է ընդամենը տուգանք նշանակել, որն էլ շատ հաճախ չնչին գումար է կազմում։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։